Նստեք խնդրեմ։ Այսօր պիտի խոսենք Մարկոսի ավետարանի 11-րդ գլխի 27-րդ համարից սկսված հատվածի մասին, որը հարց էր Հիսուսին իր իշխանության մասին, թե որտեղից է նրան այդ իշխանությունը։ Դարձյալ Երուսաղեմ եկան և մինչ նա այնտեղ տաճարում շրջում էր, նրա մոտ եկան քահանայապետները, օրենսգետները և ծերերը ու ասացին նրան. Ինչ իշխանությամբ ես դու այդ անում և ով տվեց քեզ այդ իշխանությունը։ Հիսուս պատասխան տվեց և ասաց նրանց. Ես էլ ձեզ մի բան հարցնեմ, պատասխանեցեք ինձ և ես ձեզ կասեմ, թե ինչ իշխանությամբ եմ այս անում։ Հովհաննեսի մկրտությունը երկնքից էր, թե մարդկանցից, պատասխանեցեք ինձ։ Նրանք իրար միջև խորում էին ու ասում, եթե ասենք երկնքից, մեզ կասի, իսկ ինչու նրան չհավատացիք, իսկ եթե ասենք մարդկանցից, ժողովրդից ենք վախենում, որովհետև բոլորը գիտեին, թե Հովհաննեսը մարգարե էր։ Պատասխան տվեցին և Հիսուսին ասացին. չգիտենք, և Հիսուս նրանց պատասխանեց ու ասաց. ես էլ ձեզ չեմ ասի, թե ինչ իշխանությամբ եմ այս անում։ Տվյալ հատվածը գտնում ենք նույն կերպով նաև Մատթեոսի և Ղուկասի ավետարանների մեջ պատմված, սակայն Ղուկաս ավետարանիչը երկու առաջին հայացքից ոչ այդքան շատ մեծ փոփոխություն է մտցնում։ Առաջինը դա օրենսգետների, քահանայապետների մոտենալու կերպն է նշվում, ասում է, որ վրա հասան, այս վրա հասան կառույցն է օգտագործում, ինչը ցույց է տալիս նրա անդիմությունը, նրա հակառակ լինելը այս երեք դասակարգերին ու մասին խոսվում է, և երկրորդը Հիսուսի քարոզությունը նկարագրելու համար օգտագործում է ավետարանել բառը, որը թերևս, եթե փորձենք մտածել, կկարծենք, որ քարոզություն բառի հետ այդքան էլ մեծ տարբերություն չունի, սակայն հետագային պիտի տեսնենք, որ հենց այս ավետարանելու վրա է կառուցվում հետագա ամբողջ եկեղեցին և ամբողջ քրիստոնեական հավատը, հետևաբար ավետարանել բառը լավագույնս է նկարագրում Քրիստոսի քարոզությունը։ Սա այս պատմությունը գտնում ենք արդեն Մարկոսի ավետարանի 11-րդ գլխի շարունակությանը, մինչ այդ պատմվել էր թզենու առակը և գիտենք, որ նրանք գալիս են Երուսաղեմ և արդեն օրը երեքշաբթի օր էր մեր օրացույցային տարվա մեջ, ավագ երեքշաբթի օրն էր և նրանք հասնում էին Երուսաղեմ և Քրիստոս, ինչպես նաև նախորդ օրը երկուշաբթի, նորից մտնում է տաճար և շարունակում իր քարոզությունը։ Խոսվում է այստեղ երեք տարբեր դասակարգերի մասին, երեք տարբեր մարդկանց մասին, առաջինը քահանայապետներն էին, երկրորդը օրենսգետները և երրորդը արդեն ծերերն էին։ Փորձենք հերթականությամբ հասկանալ, թե ովքեր էին այս մարդիկ, ովքեր Քրիստոսին պիտի գային և այդպիսի հարց տային։ Առաջինը, ում մասին որ փորձենք ներկայացնել, օրենսգետներն էին, որոնք պետք է պատասխանեին հրեա ժողովրդի, իսրայելացիների բոլոր հարցերին, կապված հինկտականյան օրենքի, նրանց ապրելու վարք ու բարքի և առօրյա կենցաղի հետ կապված հոգևոր մոտեցում պետք է ցույց տան և պատասխանեին նրանց հարցերին։ Երկրորդը, ում մասին որ խոսվում է, Մարկոս ավետարանիչը ասում է քահանայապետեր։ Ինչն է հետաքրքիր այս քահանայապետեր կառույցի մեջ, քանի որ ինչպես մերօրյա ժամանակներում քահանայապետը մեկն էր, այսինքն իշխանությունը, հոգևոր իշխանությունը պատկանում էր մի մարդու և այդ մեկ մարդու փոխարեն Մարկոս ավետարանիչը օգտագործում է քահանայապետեր կառույցը։ Այստեղ խոսքը այդ ժամանակ, այսինքն Իսրայելում քահանայապետը Կայափան էր, ինչպես տեսնում ենք Նորմտականյան մնացյալ գրքերում էլ, սակայն կար մի անձ, Աննա քահանայապետը, որը դեռևս իր կենդանության օրոք թողել էր իր պաշտոնը, գնացել էր մեր բառերով ասած թոշակի և այլևս Կայափան էր իշխանավարում, այսինքն Աննան նույնպես այդ ժամանակ երկուսն էլ ներկա էին տաճարի տարածքում։ Երրորդ խավը, ում մասին խոսում է Մարկոս ավետարանիչը, դրանք ծերերն էին։ Ովքեր էին այս ծերերը և ինչ նշանակություն ունեին տվյալ ժամանակաշրջանի համար, որ Մարկոս ավետարանիչը նրանց նույնպես առանձնացնում է։ Այս ծերերը Իսրայելի գլխավոր հարցերը որոշողներն էին, գլխավոր հարցերի պատասխանները գտնողներն էին, որոնց իսրայելական հրեական բառով անվանում էին Սինեդրիոն, այսինքն ծերերի ժողովը, ովքեր ունեին կյանքի փորձ իրենց մեջքի ետևում, ունեին հստակ գիտելիքներ և նրանց էր վստահված Իսրայելի կյանքը ղեկավարելը, Իսրայելի բոլոր հարցերին պատասխան տալը և պարզելը, թե
մարդուց է այս իշխանությունը ընդհանրապես ինչ-որ մեկը, երբ որ քարոզություն է անում, թե աստվածային իշխանություն է, այսինքն մարգարե է։ Նրանք մոտենում են Քրիստոսին և տաճարում է տեղի ունենում այս ամենը, ինչպես նախորդ օրը Քրիստոս քարոզություն էր իրականացնում և շատ բաներ նույնիսկ հնարավոր է, որ ուղղակի ավետարանիչները չեն ներկայացնում, քանի որ ամեն օրվա համար կարիք չկար այդ ամբողջը գրելու։ Այսինքն, երբ որ Քրիստոս մտել է տաճար, նորից աղավնե վաճառներին է դուրս հանել, լումայափոխների սեղաններն է շուռ տվել, սակայն քանի որ նախորդ օրը այդ ամենը տեղի ունեցել, Մարկոս ավետարանիչը հարկ չի համարում կրկին կերպով դրա մասին խոսելին։ Սակայն բացի այս տեղի ունեցածներից հստակ է, որ երբ որ Քրիստոսի կյանքի վերջին շաբաթն էր եւ Քրիստոս կարիք ուներ արդեն իր վարդապետությունը լրելու, վերջնական տեսքի բերելու, որպեսզի մարդկանց մտքում այդ ամենը վառնա նրա մավանից եւ հարությունից հետո, պետք է որ նա իրականացրած լինի նաև մեսիական նշաններ ցույց տված լինի, այսինքն ցույց տված լինի եւ իրականացրած որոշ բժշկություններ, դիվահանություններ եւ ինչ որ մեկին օգնած պետք է լինի, ինչ որ մեկին բժշկած պետք է լինի, որոնց մասին նույնպես ավետարանիչները հարկ չեն համարում խոսել, քանի որ դա Քրիստոսի կյանքի ամբողջ ընթացքին ուղեկցում էր նրան։ Սակայն այստեղ երբ որ մոտենում են այս երեքը, սա տեղի ունենում հրեական տաճարի, Սողոմոնի տաճարի առաջին սրահ, որը կոչվում էր հեթանոսների սրահ, ինչպես գիտենք, եւ այստեղ մուտքը ազատ է։ Եվ Քրիստոս սկսում է արդեն որոշ մարդկանց ընդհանրապես արգելել տաճար մուտք գործել, տաճար տարած մուտք գործել, եւ որոշ մարդկանց հանում է դուրս, եւ սա պետք է արդեն հենց քահանայապետերի եւ օրենսգետների մոտ խնդիր եւ հարցմունք առաջացներ, թե ով է այս երիտասարդը, ով է նա, որ կարողանում է ինչ-որ մեկին դուրս անել եւ մեր տարածքում փորձում է իշխանություն բանեցնել։ Դրա համար մոտենալով Քրիստոսին, նրանք հարցնում են, թե որտեղից է քեզ այս իշխանությունը։ Եվ Քրիստոս ուղիղ կերպով չի ցանկանում նրանց պատասխանել, սակայն Քրիստոսին հետևող մարդկանց մոտ հստակ դաջված մի գաղափար կար, որովհետև ինչպես գիտենք, Քրիստոսին շատերը հետևում էին եւ ամբողջ քարոզության ընթացքում նրա հետ էին եւ այստեղ դեպի Երուսաղեմ ընթացքին նույնպես ուղեկցել են եւ տաճարում նույնպես Քրիստոսի կողքին էին եւ շատերը հասկանում էին, որ այո, սա հենց այն Մեսիան էր, այն Քրիստոսն էր, որին մենք սպասում էինք եւ որի մասին արդեն Եսայի մարգարեն ասում է։ Դրա համար էլ Տերն ինքը ձեզ նշան է տալու, ահա կույսը պիտի հղիանա եւ որդի պիտի ծնի եւ նրա անունը պիտի լինի Էմանուել, յուղ ու մեղր պիտի ուտի նա, նախքան չարը ճանաչելը կամ այն ցանկանալը նա պիտի ընտրի բարին, եւ մեկ ուրիշ տեղ էլ շարունակում իր միտքը ասելով. ամեն մի պատմուճանի ու հանդերձի համար, որ նենգությամբ էին հագցվել, տուգանքով պիտի հատուցեն, նույնիսկ եթե դրանք այրված լինեին, նրանք պիտի հոժարեին հատուցել, քանզի մեզ համար մանուկ ծնվեց, մի որդի տրվեց մեզ, որ իշխանությունն իր ուսերի վրա պիտի լինի, նա պիտի կոչվի մեծ խորհրդի հրեշտակ, սքանչելի խորհրդակից, Աստված հզոր, իշխան, հայր հանդերձյալ աշխարհի։ Այսինքն այն մարդիկ, ովքեր հետևում էին Քրիստոսին, նրանք այն մարդիկ էին, ում որ Քրիստոս բժշկել էր որոշ ժամանակ առաջ, դեռ շատերը հետևում էին այն 5 եւ 7 հազարներից, որոնք Քրիստոս կերակրել էր եւ որոնց որոշ մարդիկ ուղղակիորեն ինչ-որ հրաշք էին տեսել Քրիստոսի կողմից եւ հետևում էին նրան, ուստի Քրիստոսին հետևողները հենց այս խավերի ներկայացուցիչներն էին եւ նրանք վախենում էին ուղիղ կերպով Քրիստոսին հալածելուց, քանի որ հասկանում էին, որ երբ որ Քրիստոսին ինչ-որ բան անեն, իր հետևորդները պետք է դեմ դուրս գան նրանց եւ ժողովրդական մի տեսակ ապստամբություն կարող էր առաջանալ, դրա համար փորձում են հարցմունքի միջոցով Քրիստոսին փակուղի տանել, ինչպես արդեն նախորդ օրվա դեպքերից հետո նրանք որոշել էին, խորհրդակցել էին եւ որոշ բաներ էին նախագծել, թե ինչ ձևերով պետք է Քրիստոսի վարկը, իշխանությունը ժողովրդի մոտ իջեցնեն, որից հետո նրան տապալելը որպես այդպիսին այնքան էլ դժվար չէր լինի։ Եվ այս դավերի նյութելուց հետո առաջինը հենց այս հարց տալու ձևն էր եւ Մարկոս ավետարանիչը շատ գեղեցիկ կերպով, հետաքրքիր կերպով է ներկայացնում, կարծես մի տեսակ Քրիստոսից պատասխան էին պահանջում եւ ցանկանում էին պատասխան ստանալ, թե ասա, թե ինչ իշխանությամբ ես դու այս ամենը անում, եւ Քրիստոս որոշում է ուղիղ կերպով չպատասխանել նրանց, այլ փոխադարձ հարցման տարբերակն է ընտրում, ասելով, թե հիմա ես ձեզ եկեք այսպես պայմանավորենք։ Մի հարց կտամ, եթե դուք այս հարցին պատասխանեք, ես էլ ձեր հարցին պիտի պատասխանեմ, թե ինչ իշխանությամբ եմ սա անում, եւ Քրիստոս վստահ էր, որ այս 3 դասակարգերի, 3 խավերի ներկայացուցիչները պիտի չհրաժարվեին
համաձայնվել պայմանին, քանի որ նրանք կարծում էին, որ նրանք այդ իմաստություն ունեն եւ բացի դրանից էլ պիտի ժողովրդի աչքին նրանք ընկնեին, քանի որ պիտի կարծեր ժողովուրդը եւ խոսեին իրար մեջ ասելով, թե այս երիտասարդ ընդամենը 30-ամյա կարողացավ այս հսկաներին, մտավոր հսկաներին այնպիսի ծուղակը գցել, որ նրանք չկարողացան պատասխանել այդ հարցին։ Եվ այստեղ արդեն Քրիստոս ստանալով նրանց կողմից դրական պատասխան հարցնում է, թե եթե դուք ինձ ասեք, թե Հովհաննեսի մկրտությունը մարդկանցից էր, թե Աստծուց էր, ես էլ ձեզ կպատասխանեմ, թե ինչ իշխանությամբ եմ այս ամենը անում։ Ինչն էր հետաքրքիր այս հարցի մեջ, քանի որ Հովհաննեսի մկրտություն ասելով Քրիստոս նկատի ուներ այն կերպը, թե ինչպես էր Հովհաննես դարձնում իր դավանակիցը, իր հավատակիցը այն մարդկանց, այն հրեաներին, ովքեր ցանկանում էին մաքրվել։ Նա մկրտում էր նրանց ջրով, սակայն ինչպես գիտենք 5 կտականից եւ ընդհանրապես 5 կրոնների պարագային, այս մկրտությունը արվում էր բազմաստվածությունից, հեթանոսությունից դեպի միաստվածային կրոն վերադարձի ժամանակ եւ մի տեսակ մաքրություն պետք է լիներ այս ամենը, որպեսզի դառնան միաստվածային հրեական կրոնի հետևորդներ։ Սակայն Հովհաննեսը ում էր մկրտում։ Նա մկրտում էր հրեաներին, որոնք ի ծնե արդեն հրեական կրոնի հետևորդներ էին։ Եվ Հովհաննեսը հենց այստեղ հստակ ցանկանում է ցույց տալ, որ դուք հրեաներդ, ովքեր ի սկզբանե ի ծնե միաստվածային կրոնի հետևորդներ եք, պիտի ամենամաքուրը բոլորից դուք լինեիք, ապրեք մաքուր կյանքով, սակայն տեսեք, թե ինչքան եք շեղվել, տարվել արդեն աշխարհիկ նյութական հոգսերով եւ հեռացել Աստծուց, որ դուք ինքներդ կարիքն ունեք կրկին անգամ մկրտվելու, մաքրվելու եւ այլևս նորից ձեր ընթացքը ուղղելու եւ առաջ շարժվելու։ Բացառված էր, որ Սինեդրիոնը, որի մասին խոսեցինք, այդ ծերերի ժողովը Հովհաննեսին իր մկրտության ժամանակ այցելած չլիներ։ Այսինքն սրանք այն մարդիկ էին, ովքեր պիտի քննեն եւ հասկանային, թե ով ինչի համար է ընդհանրապես քարոզում։ Եվ Հովհաննեսը նրանց պետք է պատասխանած լիներ եւ ապացուցած լիներ իր աստվածային իշխանությունը, այսինքն այս մարդիկ հստակ կերպով ունեն իրենց հարցի պատասխանը, սակայն ցանկանում էին Քրիստոսից լսել դրա պատասխանը եւ ուղիղ կերպով վախենում էին պատասխանել, ասելով, որ եթե հիմա մենք պատասխանենք եւ ասենք, որ Հովհաննեսի իշխանությունը Աստծուց էր, Քրիստոս պետք է պատասխանի մեզ եւ ասի, այդ դեպքում ինչու չընդունեցիք նրա մկրտությունը, ինչու դուք ինքներդ չգնացիք մկրտվելու եւ վերջում արդեն ինչու սպանեցիք այն մարդուն, որի իշխանությունը Աստծուց էր։ Եվ Քրիստոս այստեղ մի տեսակ հենց ուղիղ կերպով պատասխանում է նաեւ այս 3 խավերին, ցույց տալով եւ ասելով, թե ինչ որ գիտեք Հովհաննեսի մասին, նույնը նաեւ իմացեք իմ մասին, քանի որ Քրիստոս վստահ էր, որ նրանք իրենց մեջ գիտեն, որ Հովհաննեսի իշխանությունը Աստծուց էր, ուստի նույն կերպով պետք է վստահ լինեին, որ Քրիստոսի իշխանությունը նույնպես Աստծուց էր։ Սակայն նրանք Քրիստոսին ուղիղ կերպով խոստովանել որպես Մեսիա չէին կարող, թեկուզ եւ տեսնում էին բազում մեսիական նշաններ, հստակ կերպով գիտակցում էին, որ այո, այս մարդու իշխանությունը Աստծուց է, սակայն եթե ընդունեին Քրիստոսի Մեսիա լինելը, պետք է հնազանդվեին նրան, ապրեին նրա օրենքներով, ինչը այդ պահին նրանց համար ավելի հասանելի չէր եւ նրանց համար ցանկալի չէր, քանի որ նրանք ունեին իրենց ապրելու ձևը եւ Քրիստոսի տված օրենքները նրանց համար չէր։ Երկրորդ տարբերակը, որ կարող էին նրանք պատասխանել, պիտի ասեին, որ մարդկային իշխանությամբ էր անում, այսինքն ինքը իրեն իշխանություն էր տվել եւ որոշել էր, որ պիտի մկրտեր։ Սակայն այստեղ մի ուրիշ խնդիր կար, քանի որ մարդիկ, ովքեր գտնվում էին տաճարի տարածքում, հստակորեն բոլորը խոստովանում էին եւ վստահ էին, որ Հովհաննեսի իշխանությունը աստվածային էր եւ գիտեին, որ Հովհաննեսը մարգարե էր։ Ուստի վախենալով Հովհաննեսի ասել, որ նրա իշխանությունը մարդկային էր, այսինքն ժողովրդի ապստամբությունից վախենալով, որոշում են եւ խորհրդակցում են գնալով մեկուսանալով, որոշում են, որ պիտի պատասխանեն Հիսուսին եւ ասեն, թե մենք ինչ կապ ունենք այս մարդու հետ, մենք ընդհանրապես տեղյակ չենք եղել եւ դա մեր քննարկելի առարկաների շարքում չէր, մենք չենք կարող քեզ պատասխանել, թե այդ իշխանությունը որտեղից էր։ Սակայն ինչ կարող էր նկատանալ Քրիստոս ասելով մարդկային եւ աստվածային իշխանություններից տրված լինելը Հովհաննեսի մկրտությունը, հնարավոր էր, որ Քրիստոս նույնիսկ նկատի ուներ, թե արդյոք դուք կարծում եք, որ դուք եք տվել այդ իշխանությունը, քանի որ ասենք, որ Սինեդրիոնը այն մարմինն էր, որը պետք է թույլ տար կամ արգելեր քարոզություն, Քրիստոս կարող էր նկատի ունենալ, որ արդյոք դուք մտածում եք, որ Սինեդրիոնից էր Հովհաննեսի իշխանությունը, սակայն նրանք այս մտածմունքը ընդհանրապես չունեցան, քանի որ վստահ էին, որ այս պատասխանի դեպքում նույնպես ժողովրդական ապստամբություն պետք է բարձրանար։
Եվ Քրիստոս հիմա եթե փորձենք ուղղակի ընթերցել հատվածը ավետարանական, պիտի կարծենք, որ Քրիստոս ինչու ուղիղ կերպով չպատասխանեց, այդ հարցը պետք է մեզ մոտ գա, ինչու Քրիստոս չկանգնեց, չպտտվեց եւ չասեց, թե այո, իմ իշխանությունը Աստծուց է։ Արդյոք այստեղ խնդիրներ պիտի չառաջանային։ Կար մի շատ հետաքրքիր, կա ընդհանրապես նորօգտականյան իրականության մեջ մի հետաքրքիր հատված, որը կոչվում է մեսիական գաղտնիք, եւ այստեղ կար այս մեսիական գաղտնիքի դեռևս բացահայտելի չլինելու հարցը։ Այսինքն ժողովուրդը դեռևս ուղիղ կերպով չպիտի լսեր, որ Հիսուսը Քրիստոսն է, այսինքն Աստծո որդին, որը եկել էր դառնալու հենց այն մեսիան, որին նրանք սպասում էին։ Ինչ խնդիրներ կարող էր բերել Քրիստոսի հռչակումը իրեն որպես Աստված։ Ընդհանրապես 5 կտակարանյան իրականության մեջ եւ հետո արդեն շարունակությունը կտեսնենք նաեւ նոր կտակարանում խնդիր կար, երբ որ մարդը իրեն հռչակում էր Աստված եւ դեռևս ղևտական գրքից այս հարցը շատ է շոշափվել, շատ խնդիրների տեղիք է տվել, քանի որ մարդիկ չէին կարող իրենց հռչակել Աստված, քանի որ դա Աստծո անվան հանդեպ հայհոյություն էր համարվում եւ դրա պատիժը մահն էր, ինչպես ղևտական գիրքն է գրում, ընթերցենք այդ հատվածը, ով որ կհայոյի Տիրոջ անվան, թող մահապատժի ենթարկվի։ Ամբողջ ժողովուրդը թող կարկոցի նրան։ Աստծուն հայոյողը օտարական լինի նա, թե տեղաբնակ, մահապատժի թող ենթարկվի։ Ինչ նկատի ուներ այս հատվածը, սրա նախորդիվ արդեն տեսնում ենք, որ մարդիկ փորձում են իրենց Աստված երևակայել եւ Աստծո արածները վերագրել իրենց։ Սրա լավագույն ապացույցը նաև գտնում ենք Եզեկիելի գրքում, երբ որ մարգարեին Աստված ասում է. «Գնա եւ խոսիր Տիրոսի իշխանի դեմ, որը իրեն Աստված է կարծում եւ ասում է, թե այս գետերը, այս ծովերը իմն են, այս ամենը ես եմ ստեղծել եւ ես պիտի դիրեմ դրանց»։ Սակայն այն բառերով, որով խոսում է Քրիստոս Աստված արդեն Եզեկիել մարգարեի հետ, որը փոխանցվեր Տիրոսի իշխանին, մահը ուղղակի երանություն կթվա, այնպիսի անեծքներ եւ այնպիսի նզովքներ է հնչում Տիրոսի իշխանի հասցեին, եւ դա պետք է վերագրելի լիներ նաեւ մնացյալ բոլորին, ով իրեն պետք է փորձեր Աստված կարծել։ Այսինքն խնդիր կար, երբ որ Քրիստոս ասեր, որ այո, ես Աստված եմ եւ իմ իշխանությունը աստվածային է, ուղղակիորեն դուռ էր բացում արդեն բոլորի համար նրան սպանելու եւ ասելու նրանց կողմից արդարացնելու, թե նա ասեց, որ Աստված եմ, հայոյեց Աստծուն, ուստի նրա պատիժը պետք է մահը լիներ։ Սակայն բացի այս կրոնական հատվածից կար նաեւ մի ուրիշ խնդիր, քանի որ այն մարդիկ, ովքեր այդ բանը գտնվում էին տաճարում, հստակ Քրիստոսի մեջ այս մեսիական նշանները տեսնում էին։ Եվ մի վարքյան նույնիսկ եթե Քրիստոս մի պահ հայտարարեր, որ ինքը Աստծո որդին է եւ այն սպասված մեսիան է, այն օծյալն է, որը պետք է գար Իսրայել, այդտեղի ժողովուրդը բոլորը պետք է ապստամբություն բարձրացնեին հռոմեական կայսրության դեմ, քանի որ այդ ժամանակ Իսրայելի Պաղեստինի տարածքին տիրում էր հռոմեական կայսրությունը։ Այսինքն պետք է վերցնեին Քրիստոսին, տանեին նստացնեին գահին եւ փորձեին հակամարտել, ընդդիմանալ հռոմեական զորքերին, սակայն նրանք անհամեմատ փոքրաքանակ էին եւ թույլ, եւ հրեական ազգը ուղակի կերպով ընդամենը րոպեների կամ օրերի ընթացքում ամբողջ ազգը սրիկը քաշվեր եւ կվերանար ընդհանրապես հրեական ազգը, եթե փորձեին ապստամբություն սկսել հռոմեական կայսրության դեմ, ուստի Քրիստոս այս հստակ գիտակցումը եւ մոտեցումը ուներ, որ դեռևս ժամանակը չէ, որ պետք է իմանան, թե ես եմ Քրիստոսը։ Եվ այստեղ հետաքրքիր է հենց Հիսուսի հարցին պատասխանելուց հետո նրանք արդեն կարելի ասել ինչ-որ կերպով հեռանում են, քանի որ Հիսուս ուղիղ կերպով պատասխան չի տալիս, եւ նրանք էլ, երբ որ չեն պատասխանում Քրիստոսի տված հավելյալ հարցին, Քրիստոս արդեն կարելի ասել կարողանում է ձեռքերը լվալ այդ երկխոսությունից եւ ասել, որ մեր մեջ պայմանավորվածություն կար եւ ինչպես որ պայմանավորվել էինք, դուք ինձ չեք ասում, թե որտեղից էր Հովհաննեսի իշխանությունը, նույն կերպ այլևս ես ազատ եմ ձեզ չասելու, թե որտեղից է իմ այս իշխանությունը։ Եվ այստեղ կրկին անգամ պետք է մենք գոնե մեր մեջ փորձենք այդ հարցին պատասխանել, որ Քրիստոս ընդհանրապես խույս չի տալիս պատասխանելուց հարցին, եւ մենք ինքներս պետք է մեզ հարց տանք, արդյոք կար այնպիսի հարց, որից Քրիստոս կարիք ուներ խույս տալու կամ չպատասխանելու այդ հարցին, արդյոք չուներ նա այն ամբողջ գիտությունը, որ ցանկացած հարցի կարող էր պատասխանել եւ ամեն բան ուղղակիորեն փակվել, սակայն այս պարագայում
Նա նաև տեղ չի թողնում այդ 3 դասակարգերի, քահանայապետերի, օրենսգետների և ծերերի համար, որպեսզի կարողանան հակադարձել և իրենց նենգությունները, իրենց նյութած դավերը իրագործեն Քրիստոսի դեմ, և Քրիստոսի պատասխանը լսելուց հետո, թե հետևաբար ես էլ ձեզ չեմ ասում, թե ինչ իշխանությամբ եմ այս ամենը անում, նրանք ուղղակի մեկուսանում են, հեռանում են տաճարից, առանց փորձելու ծաղրել Քրիստոսին չպատասխանելու համար և առանց վիրավորելու, ինչը նախորդ մնացյալ օրերի ընթացքում արդեն տեսնում ենք։ Երբ որ մենք հատվածը կարդում ենք, փորձում ենք մենք պատասխանել մի հարցի, թե ինչ հոգևոր պատգամ է Քրիստոս տալիս մեզ այստեղ։ Այստեղ Քրիստոս ուղիղ կերպով մեզ ցույց է տալիս, որ ճշմարտությունը վեր է ամեն տեսակ շահից և ճշմարտությունը պետք է հնչվի ցանկացած պարագային։ Հիմա մենք մեզ պիտի հարց տանք, թե այդ դեպքում Քրիստոս ինչու չպատասխանեց և ինչու չասեց, որ ես Աստծո որդին եմ, չհաշված մնացյալ բոլոր հանգամանքները, որ արդեն նշեցինք։ Եվ Քրիստոս այստեղ, երբ որ հարցին չի պատասխանում, առաջին հայացքից չի պատասխանում, երբ որ մենք սկսում ենք մտածել, տեսնում ենք, որ ոչ Քրիստոս լավ էլ ուղիղ կերպով հարցին պատասխանում է, ասելով, որ այո, իմ իշխանությունը Աստծուց է և Աստծուց տրված իշխանությամբ եմ այս ամենը անում, քանի որ Հովհաննեսին, երբ որ դուք քննել եք, արդեն գիտեիք, որ նրա իշխանությունը Աստծուց է, և Հովհաննեսը, երբ որ ձեզ հետ խոսում էր, իմ մասին է ասում, երբ որ ասում է, ահա Աստծո գառը, որը իր վրա պետք է վերցնի ամբողջ աշխարհի մեղքը։ Եվ հենց այս մտածումը նույնպես կար նրանց մոտ, որ եթե Քրիստոսին պատասխանեին, որ իշխանությունը Աստվածային էր, Քրիստոս պետք է հաջորդ հարցը հնչեցներ, թե այդ դեպքում ինչու ինձ չեք ընդունում, քանի որ Հովհաննես իմ մասին էր մարգարեանում, ինձ մկրտեց, աղավնին իմ վրա իջավ և բոլորը տեսակ, որ Հովհաննեսը իմ մասին էր մարգարեում և մարգարեությունների լրումը հենց ես պետք է դառնայի։ Այստեղ գլխավոր նպատակը և Քրիստոսի տված դասը մեզ այն է, թե ճշմարտությունը երբեք ոչ մի շահից չպետք է ցածր դասել, այլ ճշմարտությունը պետք է միշտ հնչվի ցանկացած պարագային կյանքի ինչ իրավիճակում էլ, որ մենք լինենք։ Եվ այստեղ եթե փորձենք պրոյեկտել, համատել մեր կյանքի հետ, երբ որ մենք ինչ-որ մեկին փորձում ենք դաս տալ, խորհուրդ տալ, խրատել, և հետո մենք ինքներս չենք պահում մեր իսկ խոսքերը, մեր իսկ սովորեցրածը մենք չենք անում, արդյոք մենք չպիտի դադարենք հեղինակություն ունենալուց։ Երբ որ մենք ասում ենք, օրինակ, որ ծխելը մեղք է, ծխելը վնասակար է և պետք է չծխենք, կամ ինչ-որ ավելի խմելու մասին կլինի խոսքը, կամ թապես այն դասերը, որ մենք տալիս ենք մեր երեխաներին կլինի, մեր հարազատներին կլինի, բարեկամներին, սակայն մի օր, երբ որ նա գա այն մարդուն, որ մենք խրատել ենք և տեսնի, որ մենք ինքներս նույնիսկ չենք կարողանում պահել այն ամենը, ինչ որ մենք արել ենք, այլևս հաջորդ անգամ մեզ պիտի չլսի և մեր խոսքը պիտի նրա ականջներում արժեզրկված լինի։ Հիմա փորձենք ինքներս մենք մեզ մի հարց տալ, թե արդյոք մենք գիտենք, որտեղից էր Հովհաննեսի իշխանությունը և հետևաբար որտեղից էր Հիսուսի իշխանությունը։ Հստակ է գոնե մեզ համար, որ Հովհաննեսի և Հիսուսի իշխանությունը աստվածային էր և Աստծուց էր տրված, սակայն երբ որ մենք արդեն մեր մեջ հաստատում ունենանք այդ իշխանության լինելիության և որտեղից գալի իմանալու, պետք է երկրորդ հարցը մենք ինքներս մեզ տանք, ինչ ենք անում իմանալով, որ Քրիստոսի իշխանությունը Աստծուց էր և նրա տված պատգամները աստվածային։ Այո, ասում ենք, որ Տեր, մենք հավատում ենք քեզ, գիտենք, որ Աստված ես, Աստծո որդին ես, ինչ որ ասել ես, ճիշտ ես ասել, սակայն այս հավատամքը ասելուց հետո արդյոք մենք փորձում ենք ապրել կամ ապրում ենք Քրիստոսի դավանած արժեքներով, Քրիստոսին մեզ սովորեցրածով և արդյոք ուղղակիորեն եկեղեցուց դուրս գալուց հետո կամ նույնիսկ եկեղեցում մտածելուց չենք շեղվում աստվածային հարցերից և գնում ընդհակառակը նրան, ինչ որ մեզ սովորեցրել է Քրիստոս։ Եվ այստեղ հենց փորձենք պատասխանել այդ հարցին և վստահ լինել, որ Քրիստոսի իշխանությունը աստվածային էր և փորձենք ամեն բան անել ապրելու համար Քրիստոսի սովորեցրածով և ինչն է հետաքրքիր, որ երբ որ մենք ասում ենք այո հավատում ենք քեզ, ընդունում ենք այն ամեն ինչ որ դու ասում ես, ինչ որ կերպով նմանվում ենք դևերին, որոնք Մատթեոսի ավետարանում արդեն տեսնում ենք, որ Քրիստոսին ասում են, երբ որ Քրիստոս դիվանությամբ էր զբաղված, նրան ասում են, որ Քրիստոս Աստծո որդի, գիտենք ով ես, որտեղից ես գալիս և ինչ նպատակով ես աշխարհ եկել, բայց խնդրում ենք մեզ հանգիստ թող։
Այսինքն դևերը իրենք խոստովանում էին Քրիստոսի, Հիսուսի Մեսիա լինելը, Աստվածային իշխանությունը, Աստծո որդի լինելը, սակայն այդ ամենը իմանալով ընդհանրապես ոչինչ չէին անում ուղղվելու, ապաշխարելու, ներում ստանալու եւ այլևս կյանքի ուղին, կյանքի վերջնակետը փոխելու եւ մաքրվելու։ Ուստի եկեք, ինչպես Մատթեոսի ավետանի 16-րդ գլխում է Քրիստոսի այն հարցին, թե որտեղից է իմ իշխանությունը եւ ինչ են իմ մասին ընդհանրապես խոսում, Պետրոս առաքյալը պատասխանում է, որ դու ես Քրիստոսը, ճշմարիտ Աստծո որդին, նույն կերպ եւ մենք կանգնենք, այնքան մաքրված լինենք, այնքան մեր միտքը ուղիղ լինի, այնքան տարված չլինենք աշխարհիկ հոգսերով եւ մտքերով, որպեսզի կանգնենք Քրիստոսի առաջ ուղիղ կերպով եւ խոստովանենք ասելով. Տեր, գիտենք, որ դու Քրիստոսն ես, ճշմարիտ Աստծո որդին, եւ վստահ լինենք, որ մեր այս հավատամքից եւ խոստովանությունից հետո Քրիստոսի կողմից պիտի ստանանք պատասխան, թե խոնարհ ծառա, մարդիկ չեն, որ քեզ հայտնեցին իմ մասին, այլ իմ Հայրը, որ երկնքում է։ Ամեն։